Ասեմ Նարեկ կգամ ստեղ էլի։ 2 տարի առաջ Դուք շատ եք, ես մենակ։ 2 տարի առաջ ազգային ժողովում երբ հարց հնչեցվեց համանդրության փոփոխության մասին, որ Ադրբեջանն ասում է, մենք այս համանդրությունը Հայաստանը փոխի, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դուք 2 տարի առաջ ասացիք, եթե նման բան արվի, դա երկկողմանի պետք է լինի։ Ադրբեջանի համանդրության մեջ եւս կան Հայաստանի նկատմամբ բանակցություններ։ Հիմա հրաժարվել եք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում են, մասնավորապես ես եմ ասել, այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի Հանրապետության շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար։ Դրանք արվում են Հայաստանի Հանրապետության գոյատևման, Հայաստանի Հանրապետության գոյության, ապագայի համար։ Եվ դա արվում է մեր կողմից այդ նպատակներով։ Ադրբեջանը, լսեք, դե թող մտածեն, լսեք, դե թող մտածեն այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Ադրբեջանը մի օր կթուլանա, մենք կթանք եւ ռևանշիզմով կզբաղվենք։ Թող այդ մարդիկ եւ իրանք իրար հետ զրուցեն։ Մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության ինչ պահանջ։ Լսեք, որովհետեւ մենք այդ սահմանադրությունը չենք փոխում Ադրբեջանի պահանջով, ձեր մտածելակերպը փոխեք։ Մենք այդ սահմանադրությունը փոխում ենք, որովհետեւ Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, բանը Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Մենք դա 2 տարի առաջ այլ իրավիճակ էր եւ քաղաքական գործչի համար եւ ընդհանրապես մարդու համար ամենավատ բանն է, որ ինքը փոխվող աշխարհի մեջ ինքը նույն այլ բանը չասեմ, նույն բանն է փոխվում։ Որ մենք ոչինչ չեն կարող Ադրբեջանին ասել եւ միևնույնը չի ընդունելու դրա համար։ Լսի, ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ես կասկածում եմ խիստ ձեր ընդդիմման մեջ, թե մենք կարող ենք թե չենք կարող, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում, չգիտեմ, ինչ-որ մուսկուլների չափման տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որովհետև նման օրակարգ չկա, ես չեմ մտածում ձերպես, ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է, որ ինքը լավ զորք ունենա, ես ընենց եմ անում, որ Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինվի և կարողանա իրեն պաշտպանել։ Ես չեմ մտածում, որ ես պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ-որ բան պարտադրեմ, որ վաղը ինքը մտածի ինչ-որ բան պահպանի։ Ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ Հայաստանի Հանրապետության շահը ասում է, որ մենք պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ որպես տարածաշրջանում վտանգ դիտարկի։ Եվ ես սա համարում եմ այն բաներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է։ Փայլակ վերջապես ասանք քեզ։ Նարեկ ջան, կգամ, ստեղ եմ, արդեն մի ժամա բան եմ տալիս, ճեպազրույց եմ տալիս։ Տեսեք, ամեն անգամ իշխանությունը Եկեք մի քիչ առաջ գնանք, էլի։ Ամեն անգամ իշխանությունը խմբագրում է իր հայտարարությունները, սկսած Արցախը, Հայաստանը եւ վերջապահարեք Արցախում եւ Հայաստանում ապագա կա։ Հիմա նաեւ այդ ամեն ինչը հանրությունը իր աչքի առաջ ունենալով չի կարող ունենալ հիմնավոր կասկածներ, մտահոգություններ, որ այսօրվա այս հայտարարությունները եւս 1 տարի հետո կարող են դիտվել սխալ եւ օրինակ ասվել, որ օրինակ դե սխալ էինք ասել, որ օրինակ ես ինչ հատվածը մերն էր, սա առաջին հարցը։ Առաջին պատասխանը քիշ էր, իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ այն գործողությունները եւ այն մարտավարությունը, որը որ իրականացնում է այսօրվա իշխանությունը, կոնկրետ ռեզուլտատներ են դրում։ Այսինքն հողի վրա բան է փոխվում։ Հիմա ակնհայտ է, որ ինչ որ պա ուրիշ քաղաքական իրավիճականում, երբ որ դուք դա ասում եք, այն ժամանակ այնտեղ կար ռուսական խաղապահ ուժեր եւ իրավիճակը այլ էր եւ տրամադրվածությունը եւ պատկերացումը նույնպես այլ էր, հա, բայց հետո եկավ նոր իրավիճակ։ Ես չեմ կարող նույն գնահատականը տամ երկու տարբեր իրավիճակի մեջ եւ կրկնում եմ, կարևորը այն է, թե հողի վրա մենք ինչ ունենք։ Հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Իդեր, լավ հիշեցի, այդ Ղարաբաղի հետ կապված, որ ասում եք ապագա կա եւ այլ, ես եմ դա ստացել, բայց դրանից հետո մեր պարլամենտում գտնվող ուժերը տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը եւ դրանից 3 օր հետո թուղթ ստորագրեցին, որով լուծարեցին
ձեր կողմից են որ տարբեր հիմա բան եք տենց բոլորը դոշ են ծեցում իմիջիալից այնց հետաքրքիր է նկատել եք որ քաղաքական ընդդիմությունը Ղարաբաղի դուք ավելի այսօր ընդդիմադիր եք լուրջ եմ ասում այսօրվա լրագրողները շատ ավելի ընդդիմադիր են քան պարլամենտի ընդդիմադիրները քանի անգամ եք տեսել չէ խոսույթը լավ թող տենց ասեմ խոսույթը ես չեմ դա ընդդիմադիրների մեջ վատ բան չկա իմիջիալոց ես չգիտեմ դու ել են ծանր արձագանքեցիր Ալեքսանյանի ասացին դուք եք ծանր ընդդիմադիրների մեջ վատ բան չկա եթե դու դրա մասին չի խոսքը լսի հասկանալի է լավ է բայց այսօր մեր ընդդիմությունը տեսել եք որ Ղարաբաղի մասին խոսեն Եթե ես լինեի չեն խոսում անցյալի մասին չէ այ ապրես անցյալի մասին է խոսում եթե ես 2020 թվականին այսօրվա պարլամենտ չեմ նայել Նարեկը նոր մի հատ մեջբերում արեց բան շոկ ապրեցի ու լավա որ չեմ նայել բանը մեր քաղաքական ընդդիմադիրները խոսում են այսօր Ղարաբաղի մասին ով բնակիչների հետ հանդիպմանը երբ հարցնչեց խոսեց արցախցիների Արցախ վերադարձի Այսինքն չենք ուզում իրանք իրանց մասը էլ Ղարաբաղը չի ուզում Ղարաբաղը հայկական չի համարում մտածում եմ լավ ինձ թվում է եղավ փուլ առ փուլ հետևողական աշխատանքով ինքը Հայաստանի ինչքան բան կար տվեց ռուսներին երկրորդ հարցը փայլակը երեք Ալրատ Միրզոյանը հաստատեց որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ հիմա դա գործակալ է թե գործակալ չի կուզենամ դուք պատասխանեք որովհետև նույնը տենց համագործակցել ԱԱԾ-ի հետ կոնտեքստով օրինակ չգիտեմ կաթողիկոսի եղբորն են մեղադրում որ ԿԳԲ-ի գործակալ է եւ այլն որն է տարբերությունը նախ կոռեկտ չեմ համարում ձեր հարցը եւ պետք է ասեմ որ համեմատականներ անցկացնել այդ երկու անձնավորությունների միջև ուղղակի անընդունելի է մեկ այլ հարց է երբ որ հիմա ձեզ բոլորիդ եթե ԱԱԾ-ն հրավիրի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հրավիրի եւ ասի ներողություն եմ խնդրում եթե դուք տեսնեք որ ինչ որ զինվոր է պայմանական եմ ասում մեր սահմանը անցնում անպայման կասեք կարծում դրա հրավիրելու կարիքն էլ չկա իսկ մի բան է երբ որ դու գնում ես սովետական միության այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երթում ես տալիս մենք ունենք ԱԱԾ-ի մենք ունենք լավ աշխատող իրավապահ այդ թվում նաև մեր ազգային անվտանգությունը եւ ունենք շատ լավ մարդիկ ովքեր որ այդ ծառայությանը օգնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել ես եթե առիթ լինի ինչ որ բան լինում է որ ես համարում եմ որ ԱԱԾ-ի բանը տնօրենը պետք է իմանա ես անձամբ զանգահարում եմ իրեն եւ ասում եմ որ նման վտանգ կա ձեր հարցը անտեղի հարց է մենք կրկնում եմ չի կարա նման համեմատություն տեղ գտնել չի կարա լավ դե իր հայրենիքն է մեզ խիա ներկայացնում այլ երկրում թող իր հայրենիքն է թող անձնագիրը հայկական լավ էլի խնդրում եմ իսկ դուք վստահ եք որ հիմա այդ բանը այդ համագործակցությունը չի շարունակվում Հիբրիդային պատերազմի դեպա որ վստահ չեք որ դուք վստահ չեք ես տեղեկություն չունեմ բայց ես համոզմունք ունեմ որ շարունակվում է ու շարունակվելու է եւ հիբրիդային օրինակ այն օրվա վերջի հարցազրույցի հիման վրա որովհետեւ ներքաշել երրորդ երկիրը հայաստանյան ներքաղաքական բաների մեջ եւ օգտագործելով դիրքը հարցազրույց տալ Հայաստանի ներքաղաքական գործունեության մասին դա եւս դրա այդ հարցակումների Ղարնե ջան ես մի րոպե Նարեկի հետ եմ ճիշտ ասում Պարոն Սիմոնյան դուք որ ասում եք վերջանալու է այս ամեն ինչը չէ պատին են դեմ տվել էլ չեմ կարող շատ են կներես ես խոսամ դու հոգնես Պարոն Սիմոնյան դուք որ ասում եք այս կողմը Թուրքիան այս կողմը Իրանն այն մի կողմը